Ալդարկոսի հրաշք մուշտակը, ղազախական հեքիաթ։ Կատաղի ձմեռ էր, սարսափելի ցուրտ, այնպիսի ցուրտ, որ միայն աղվեսի մորթուց կարած մուշտակում կարելի էր մի քիչ տաքանալ։ Խորամանկ Ալդարկոսը իր քրքրված ծակ-ծակ քուրքի մեջ սառում էր ամեն օր։ Մի օր նա այդ քուրքը հագին գնում էր տափաստանով։ Ձեռքերն ու ոտքերը սառել էին, քիթը կապտել, ամբողջ մարմնով դողում էր և չէր իմանում ինչպես անի, որ գլուխն ազատի ցրտից։ Քամին սուլում էր, ականջները խլացնում։ Շուրջը ոչ մի տեղ յուրտի ծուխ չի երևում։ Իզուր է Ալդարկոսը մտրակը թափահարում, նրա նիհարծին չի վասում, միայն բաշն է թափ տալիս ու շարունակում է դանդաղ քայլել։ Ձիզ վատն է, ճանապարհս երկար, գլուխն օրորելով ինքն իրեն ասում է Ալդարկոսը։ Դեռ ինչքան պիտի գնամ, շան հաչոց չի լսվում, տափաստանում յուրտեր չեն երևում, ցուրտ է ու քամի, ես բոլորովին կսառչեմ։ Հանկարծ տեսնում է, դիմացից մի ձիավոր է գալիս։ Ձիու վազքից Ալդարկոսը հասկացավ, որ եկողը բայ է։ Խորամանկ Ալդարկոսն իսկույն մտածեց, թե ինչ պետք է անի։ Նա իր քրքրված քուրքի կոճակներն արձակեց, օձիքը բաց արեց, ինքն էլ թամբի վրա ձգվեց ու սկսեց մի ուրախ երգ երգել։ Ճանապարհորդները հասան իրար, ձիերը կանգնեցրին, բարև տվին, բարև առան։ Բայը հարուստ մարդը, աղվեսի մորթուց կարած տաք մուշտակի մեջ կուչ է եկել ցրտից։ Ալդարկոսը գլխարկը թեք է դրել, փնչացնում է, ոնց որ ամառվա թեժ արևից դաղվելիս լինի։ Միթե դու չես մրսում, հարցրեց հարուստը։ Այդ քո մուշտակի մեջ կարելի է մրսել, իմ քուրքի մեջ ես շոքում եմ, պատասխանեց Ալդարկոսը։ Այդ ինչ քուրք է քո քուրքը, զարմացած հարցրեց բայը։ Չես տեսնում։ Տեսնում եմ, որ ագռավները գզգզել են քո քուրքը և ծակերն ավելի շատ են, քան մորթին, ծաղրեց հարուստը։ Այ, հենց լավն էլ այդ է, որ ծակերը շատ են, քամին մի ծակից ներս է մտնում, մյուսից դուրս գալիս, հենց դրա համար էլ ես չեմ մրսում։ Հարկավոր է սրա հրաշք մուշտակը ճանկը գցել, ինքն իրեն մտածում է հարուստը։ Այ թե տաք կլինի, եթե հարուստի մուշտակը իմ հագին լինի, մտածում է խորամանկ Ալդարկոսը։ Ծախիր ինձ քո քուրքը, ասում է հարուստը Ալդարկոսին։ Չեմ ծախի, իմ քուրքը չլինի, ես իսկույն կսառչեմ։ Փոխենք իմ մուշտակի հետ, աղվեսի մորթուց է կարված, առաջարկում է հարուստը։ Ալդարը ձևացնում է, թե լսել անգամ չի ուզում, բայց մի աչքով նայում է տաք մուշտակին, մյուսով հարուստի նժույգին։ Մուշտակս կտամ, փող էլ վրան կտամ, նորից առաջարկում է հարուստը։ Փող հարկավոր չի, այ եթե ձիտ էլ վրան տաս, կմտածեմ։ Հարուստը ուրախացավ, համաձայնեց, հանեց իր մուշտակը, ձիուց իջավ ու տվեց նրան։ Ալդարկոսը հարուստի տաք մուշտակը հագավ, նստեց նրա նժույգը ու քամու առաջն ընկնելով սլացավ։ Այ թե լավ էր Ալդարկոսի համար։ Տաք մուշտակի մեջ փաթաթված կայտառ ձին նստած յուրտից յուրտ էր շրջում։ Ամենտեղ նրան հարցնում էին. Որտեղից է քեզ այդ աղվեսի մուշտակը և հրեղեն ձին։ Ես մի հրաշք մուշտակ ունեի, 70 ծակ կար վրան, 90 կար կատան, մարդկանց զվարճացնելով
Ալդարկոսը պատմում էր, թե ինչպես հարուստը հարձակվեց նրա գզգզված քուրքի վրա ու փոխարենը տվեց իր տաք մուշտակը։ Մարդիկ ծիծաղում էին ու Ալդարկոսին կումիսով հյուրասիրում։ Ամեն անգամ, երբ ծիծաղը դադարում էր, Ալդարկոսն ասում էր. «Ճամփի հեռու կամ մոտիկ լինելը կիմանա նա, ով այդ ճամփան կգնա, դառն ուտելիքը անուշ ուտելիքից կտարբերի նա, ով կուտի»։